2014 թվականի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հանրապետության նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների եւ նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների եւ երաշխիքների ապահովմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը, արտերկրում հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող եւ մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը։ Տարվա ընթացքում կարևորագույն իրադարձությունը Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացի հաջող ավարտն էր, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար։ 2014 թվականին Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 20-րդ տարեդարձին Ադրբեջանի կողմից ռազմատենչ ռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի բազմաթիվ կոպտագույն խախտումները, անընդմեջ կրկնվող դիվերսիոն գործողությունները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Արցախ-Ադրբեջան շփման գծում նոր թափ ստացան, որոնք Բաքվի ապակառուցողական կեցվածքի բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունների, միջնորդների առաջարկությունների շարունակական մերժման հետ միասին թույլ չտվեցին առաջընթաց գրանցել, ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու, այնպես էլ վստահության ամրապնդման վերաբերյալ միջազգային հանրության կոչերն իրականություն դարձնելու գործում։ Օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համանախագահ երկրները, նախ Ռուսաստանի նախագահը, Սոչիում, այնուհետև Միացյալ Նահանգների պետքարտուղարը Նյուպորտում եւ Ֆրանսիայի նախագահը Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կազմակերպեցին գագաթաժողովներ լարվածությունը նվազեցնելու, իրավիճակի հետագա սրումը կանխելու եւ հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուսումնավարժական թռիչք իրականացնող Ուաթիրի խոցումը, Ուաթիրի անկման վայրը շուրջ 10 օր շարունակ կրակի տակ պահելը, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման Ադրբեջանի հանցավոր կեցվածքը զգալի լարվածություն առաջացրեցին, ինչը համապատասխան արձագանք ստացավ միջազգային հանրության կողմից։ Հայաստանի դիվանագիտությունը շարունակեց ջանքերը իրավիճակի հետագա սրումը կանխելու եւ միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության վրա հրավիրելու նպատակով։ Արգոս նախարարությունը եւ մեր դիվանագիտական ներկայացությունները Սփյուռքի կառույցների հետ համատեղ շարունակել են հետևողական ջանքերը գործադրել Հայաստանում եւ արտերկրում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ ի կատարումն Հայաստանի նախագահի համապատասխան հրամանագրի եւ հանձնարարականների շարունակվել են աշխատանքները հայոց ցեղասպանության, ճանաչման եւ դատապարտման մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Տարին նշանավորվել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել սերտացմամբ եւ խորացմամբ։ Երկու երկրների բարձրագույն ղեկավարության բարբերական հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ։ Հետևողական զարգացում է ապրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, համաձայնությունը ձեռք բերվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ։ Արտաքին քաղաքականության օրակարգում շարունակել է կարևոր տեղ զբաղեցնել եվրոպական ուղղությունը, իրականացվել են հետևողական ջանքեր, ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ երկկողմ ձևաչափով եվրոպական պետությունների հետ բազմաբովանդակ կապերի խորացման ուղղությամբ։ Ֆրանսիայի եւ Հունաստանի նախագահները պետական այցելություններ են կատարել Հայաստան։
Զգալի աշխատանքներ են իրականացվել հարևան պետությունների, Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը, Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Թուրքիայի նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը, նրան փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով 15 թվականի ապրիլի 24-ին Երևան այցելելու Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերը։ Մեծ ուշադրություն է հատկացվել ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը, ԱՊՀ մասնակից պետությունների հետ երկկողմ կապերի զարգացմանը։ Հայաստանը շարունակել է դինամիկ զարգացող ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների, հատկապես Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները։ Երևանում բացվել է Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր գրասենյակը, որը 15 թվականի տարեսկզբից գործում է արդեն որպես Ճապոնիայի դեսպանություն։ Տարին նշանավորվել է արաբական ավանդական բարեկամ պետությունների հետ փոխգործակցության զարգացմամբ։ Օրակարգում շարունակվել են առանցքային տեղ զբաղեցնել սիրիահայության անվտանգության, Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, սիրիահայության օժանդակության ցուցաբերման, կեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի ապահովման հարցերը։ Միջազգային ատյաններում Հայաստանը հետևողականորեն բարձրացրել է Իրաքի հյուսիսում, ընդհանրապես Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից բռնությունների հետևանքով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, դրանց պաշտպանության նպատակով միջազգային հանրության ջանքերը միավորելու կարևորությունը։ Շարունակվել է ընդլայնվել դիվանագիտական կապերի աշխարհագրությունը։ Այդ համատեքստում քայլեր են ձեռնարկվել լատինամերիկյան մի շարք պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչ հանդիսացող հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանը շարունակել է հանդես գալ որպես նախաձեռնող և ակտիվ մասնակից։ Բնականon զարգացում է ապրել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հետ փոխգործակցությունը։ Հայաստանը շարունակել է խորացնել իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի շրջանակներում, մեծ ուշադրություն է հատկացվել Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափերում ընթացող համագործակցությանը, մեր ակտիվ մասնակցությանը։ Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի բյուրոյի փոխնախագահ։ Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման ուղղություններով։ Նախաձեռնվել և անցկացվել են տարբեր պետությունների հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար ֆորումներ, հայկական արտադրանքի ցուցահանդեսներ։ Արտաքին գործերի նախարարության կողմից համակողմանի աջակցություն է ցուցաբերվել տարբեր պետությունների հետ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում Հայաստանի խորհրդարանականների մասնակցությանը, կարևոր տեղ է հատկացվել ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներին։ Արտաքին գործերի նախարարությունը շարունակել է համակարգել պետական գերատեսչությունների արտաքին կապերը։ Մեծ ուշադրություն է հատկացվել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Սփյուռքի նախարարության նախաձեռնությունների, հայկական մշակույթի ներկայացման, արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման և տարբեր պետությունների հետ մշակութային համագործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ մշակույթի նախարարության ջանքերի աջակցությանը։ Տարբեր երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը եղել են արտաքին գործերի նախարարության գործունեության ուշադրության կենտրոնում։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահն իրականացրել է 21 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 5 պետության ղեկավար, ազգային ժողովի նախագահը կատարել է 5 այց, Հայաստան են ժամանել 3 երկրների խորհրդարանների նախագահներ, Հայաստանի Հանրապետության վարչապետը կատարել է 7 այցելություն, Հայաստան է ժամանել 1 երկրի կառավարության ղեկավար,
արտգործնախարարը կատարել է 34 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 11 արտգործնախարար, միջազգային կազմակերպության ղեկավար։ Շարունակվել են աշխատանքները ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի հեղինակության ամրապնդմանը։ Սա է ամփոփ ձևով 14 թվականի կատարված աշխատանքը, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, խնդրեմ։ Հովհաննես Փոսյան, Ինտերֆաքս գործակալություն, պարոն նախարար, հարցս Գյումրիի ողբերգության հետ է կապված, տպավորություն է առաջանում, որ պետական մարմինները ուշացումով կամ ոչ լիարժեք քայլեր են կատարում։ Ես կխնդրեի մեկնաբանեք, թե ինչու է այդպես, ինչու է այդ տպավորությունը։ Գիտեք, որ այդ ահավոր սարսափելի հանցագործության հենց օրը Հանրապետության նախագահը իրավապահ մարմինների ղեկավարների հետ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ եւ հատկապես նշել, որ ամենակարճ, ամենասերմ ժամկետում պետք է բարձել, բացահայտել մանրամասները, հայտնաբերել մեղավորներին եւ օրենքի խիստ ուժով պատասխանատվության ենթարկել։ Նշեմ, որ Հանրապետության նախագահը նշել է այդ ամենի կարևորությունը։ Եվ մեր իրավապահ մարմինները իրենց կողմից կատարվող աշխատանքների, քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն են տրամադրում։ Հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել ռուսաստանյան գործընկերների հետ, շփումներ են կայացել ամենաբարձր մակարդակով, գիտեք, որ հեռախոսազրույց է եղել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջև, շփումներ են եղել եւ շարունակվում են ամենաակտիվ ձևով ամենատարբեր մակարդակներով, փոխըմբռնում կա, լիակատար փոխըմբռնում, որ պետք է հետաքննությունը, դատահետաքննությունը լինի բաց, թափանցիկ եւ որ մեղավորները պետք է օրենքի ամենախստիվ ուժով պատասխանատվության ենթարկվեն։ Արմենպես լրատվական գործակալություն Շանթ Խլղացյան, պարոն նախարար, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ալիևի հետ ասուլիսին Գերմանիայի կանցլերը իբր հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշ դեպքերում նույն բանն են անում, կցանկանայի ձեր մեկնաբանությունը լսել այս կապակցությամբ, չնայած որ Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքում նման հաղորդում չի եղել եւ Գերմանիայի դեսպանն էլ Armenpress-ի հետ զրույցում հայտարարել էր, որ պետք է նման դեպքերում հիմնվել հենց Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքի տեղեկատվության վրա։ Կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը, պարոն նախարար։ Դե մեկնաբանությունը դուք էլ մեկնաբանեցիք արդեն, հենց ադրբեջանցիները ցանկանում են ներկայացնել այն, ինչպես որ կցանկանային ներկայացնել, բայց միտքը ինչի մեջ է այդ ասացի, որովհետև այո, Հայաստանը իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում համահունչ է Ռուսաստանի դիրքորոշմանը, ինչպես որ համահունչ է Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դիրքորոշմանը։ Դրա մասին մենք բազմիցս հայտարարել ենք, նույն իրականությունը չէ կապված Ադրբեջանի հետ։ Իսկ դա նորություն չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղում են տարբեր երկրների հայտարարությունները, գիտեք, մի փոքր աղավաղելով անգամ ոնց որ ասում է գլխի վրա են շրջում ասվածները, չեմ հիշում մի հանդիպում եռանախագահների հետ եւ արտգործնախարարների, որ ադրբեջանական լրատվամիջոցները եւ պրոպագանդան չաղավաղի եւ շուրջ տա գլխի վրա այդ բանակցությունների հանդիպումների էությունը։
Ադրբեջանի քարոզչությանը եւ ընդհանրապես գործողություններին կարելի միգուցե բնորոշ է յուրահատուկ ինչ-որ մի ոճ կամ տրամաբանություն կամ երևակայություն, որը հասկանալի է կարծեմ միայն իրենց։ Բոլոր դեպքում շատ քչերին կարող է հասկանալի։ Հիշում եք մամուտքիս եկավ այն, որ երբ որ Ադրբեջանի նախագահի սայթում հայտնվեց շնորհավորական եւ ողջունի ուղերձը, երբ որ այն տխրահռչակ Մարդասման Սաֆարովը հերոսացվել էր, ապա նամակ տեղադրվեց Ադրբեջանի նախագահի սայթում Բաքվի առաջի հոգեբուժարանից։ Այսինքն հասկանում եք, թե ինչ է այդ քարոզչական ապարատը Ադրբեջանի։ Թողնենք իրենք կարող են միայն հասկանալ։ Դուք քիչ առաջ նշեցիք, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ, սադրիչ հայտարարություններն ու գործողությունները, իսկ Հայաստանը շարունակում է ջանքերը իրավիճակի հետագա սրումը կանխելու եւ միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության վրա դարձնելու ուղղությամբ։ Ինչ է ձեզ փոխվում եւ ինչքան մինչեւ երբ է շարունակվելու այս վիճակը։ Շնորհակալություն։ Ինչ է կարծում ենք պետք է շարունակենք։ Այսինքն գիտեք Ադրբեջանի ղեկավարությունը փակուղի է տարել իր երկիրը, իր քաղաքականությամբ եւ հիմա այդ հիստերիկ գործողություններով փորձում է այդ իրավիճակից դուրս գալ։ Որքանով Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, բռնությունները քաղաքական ընդդիմախոսների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ եւ այդ կապակցությամբ դատապարտող հայտարարությունները միջազգային հանրության կողմից Ադրբեջանը փորձում է շեղել ուրեմն ուշադրությունը եւ սրել իրավիճակը հակամարտության գոտում, որը բերում է նաեւ մարդկային զոհերի, ոչ պակաս, ես կասեի շատ ավելի հենց Ադրբեջանի կողմից, բայց ցավոք Բաքվի իշխանությունների համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին եւ իրենք դիտում են իրենց զինվորներին որպես համակարգչային վիրտուալ զինվորիկների եւ օրեկան հարյուրավոր երիտասարդների ուղարկում են դեպի մահ։ Իհարկե դա չի նշանակում, որ պետք չէ շարունակել գործողությունները, չնայած մեծ հարց է գործողությունները եւ ջանքերը միջազգային հանրության Հայաստանի հետ միասին ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, բայց ավելի ու ավելի հարցեր են առաջանում եւ կասկածներ Ադրբեջանի ղեկավարության adekvatության վերաբերյալ եւ իրավիճակը ստապ գնահատելու կարողության վերաբերյալ։ Վերջերս գիտեք մի ասուլիս հիշեցրեցիք հարցերից մեկում, այդ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը ասում է, որ Ադրբեջանում մամուլը ազատ է եւ իր վարկանիշը 90%-ից ավել։ Մեկնաբանությունները թողեմ ձեզ, չնայած միջազգային հանրության մեկնաբանությունները հայտնի են։ Շնորհակալություն Էման Գաբրելյան, Առավոտ օրաթերթ։
Պարոն Ալբազյան, կուզենայի պարզապես ձեզնից ճշտել, ինչու Հայաստանը չմասնակցեց Դավոսում օրերս կայացած տնտեսական միջազգային համաժողովին եւ արդյոք փետրվարի 6-ին Մյունխենում Հայաստանը կմասնակցի անվտանգության հարցերով համաժողովին եւ մի ճշտում շփման գծի հետ կապված նախորդ հարցերին։ Պարզապես կուզենայի մնալ Հայաստանի արտգործնախարարությունը դիմել է ՀԱՊԿ-ին այն առիթով, որ նաեւ Հայաստանի բնակավայրեր են ռմբակոծվում ադրբեջանական կողմից։ Ուրեմն ինչ որ վերաբերում է Դավոսին եւ Մյունխենին, իհարկե միջազգային կոնֆերանսներին մասնակցությունը որոշվում է ըստ աշխատանքային գրաֆիկը, եթե դա ներում է եւ եթե մենք գտնում ենք կարեւորություն այդ պահին այնտեղ գտնվելու։ Չեմ կարող ասել, որ Դավոսի կոնֆերանսը կարևոր հանդիպում չէ, դա կարևորագույն տնտեսական հավաքներից մեկն է, բայց այս անգամ հնարավորություն չեղավ Հայաստանի պաշտոնական մասնակցությանը այդ կոնֆերանսին։ Մյունխենին մենք մասնակցելու ենք, արտգործնախարարն է ներկայացնելու Հայաստանը Մյունխենի կոնֆերանսին։ Ինչ վերաբերվում է տեղեկացրել ենք մենք ՀԱՊԿ-ին էլ ենք տեղեկացրել, ԵԱՀԿ-ին էլ ենք տեղեկացրել, Եվրոխորհրդին էլ ենք տեղեկացրել, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին էլ ենք տեղեկացրել եւ անհապաղ մշտապես տեղեկացնում ենք, երբ որ սադրանքներ են լինում եւ երբ որ ինչ որ գործողություններ են լինում, որոնք կարող են ապակայունացնել եւ վտանգ հանդիսանալ իրավիճակին սահմանների գոտում, շփման գծում եւ ընդհանրապես հակամարտության գոտում։ Հենց որ դա որևէ ինչ որ հատուկ մի բան չէ, որ ասեմ։ Գիտեք ինչ, պետք է նայել, թե ամեն դեպքում ինչ է լինում, թե չի լինում։ Այս տարվա սկզբից, եթե ինձ հարց բարձրացվեց, որ ոչ միշտ ենք մենք արձագանքում, ամսի առաջի արձագանք այդ սադրանքների վերաբերյալ այս տարի 3 հունվարին էր, երբ որ լրատվամիջոցները բոլոր հանգստանում էին, միգուցե չեք նկատել։ Իսկ դրանից հետո մի քանի անգամ արձագանքներ եղել են եւ անգամ ՕԴԿԲ-ի գլխավոր քարտուղարն է արձագանքել։ Դուք նկատի պետք է ունենաք, որ ՕԴԿԲ-ն դա բազմաանդամ կառույց է եւ համապատասխան հայտարարությունները պետք է համաձայնեցվեն եւ դա այդպիսի པարզ գործընթացներ չեն։ Չեմ կարծում, որ ես պետք է մտնեմ մանրամասների մեջ, կարծեմ շատ པարզ ասացի, թե ինչու եւ ինչպես։ Խնդրեմ։ Շնորհակալություն, երկու հարց ունեմ, պարոն նախարար։ Դուք ձեր խոսքը սկսեցիք Գյումրիի դեպքերի նկարագրությունից եւ մենք տեսնում ենք նաեւ որ ազգային ժողովում Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ ռուսաստանցի սահմանապահները երբ որ ձերբակալեցին պետք է փոխանցեին հայկական կողմին, ինչը չի արվել եւ ինչը գրեթե բոլորի կարծիքով Հայաստանի օրենսդրության խախտում է եւ չի վերականգնվում այդ իրավիճակը։ Մենք տեսնում ենք, որ սահմանին պատերազմական գործողություններ են, որոնք առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքին եւ տեսնում ենք, որ Հայաստանի դաշնակիցները չեն արձագանքում։ Հարցս հետեւյալն է. այս ամենի հետ կապված տեղյակ եք, որ հանրությունում լուրջ դժգոհություններ առաջացան, որոնք օրինակ Գյումրիի դեպքերի հետ կապված զանգվածային հուզումների վերաճեցին։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բավարարում է հայ-ռուսական հարաբերությունների այն մակարդակը, որը կա, այն հարաբերությունները, որոնք կան, թե կարծում եմ, որ ինչ-որ բան այն չի եւ պետք է փոխվել հաշվի առնելով, թե Գյումրիի դեպքերը, երբ որ Հայաստանը չի կարողանում կասկածյալին վերադարձնել իր իրավասու մարմինների ներքո, թե սահմանի իրավիճակը։ Եվ երկրորդ հարցը, դուք, եթե չեմ սխալվում, ձեր այցից հետո Բրյուսել հայտարարվեց, որ չի բացառվում, որ Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի քաղաքական մասը կարող է կնքվել Հայաստանի հետ, ինչ կարող եք ասել։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ առաջի հարցին ես իմ պատասխանում չի նկարագրում այն ողբերգության ժամանակագրությունը կամ ուրեմն այս իրադարձությունները, այլ ասում էի, արձագանքում էի նրան, որ ժամանակին չի ձեռնարկվել քայլեր, ես ասացի, որ հենց նույն օրը Հանրապետության նախագահան արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել եւ խոսեցի նաեւ այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են
եւ համապատասխան տեղեկատվություն տրամադրվում է։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ եւ այդ հարցը նույնը կապակցելով այդ երկու բաները, այսինքն այն ողբերգությունը, որը եղավ Գյումրիում, որի վերաբերյալ վրդովմունքը եւ զայրույթը հանրային կարծիքի կողմից մարդկային էր եւ հասկանալի էր, բայց այստեղ կապակցել, կապել եւ ասել, որ հատկապես այն ոճով, ինչպես դուք եք ներկայացնում, որ պետք է վերանայել եւ այլն, չեմ կարծում տեղին է։ Մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություն Ռուսաստանի հետ, մենք մեր համատեղ ջանքերով մտադիր ենք այդ հարաբերությունները առավել խորացնել, ամրապնդել եւ զարգացնել։ Ինչպես Բրյուսելի, այո, Բրյուսելում դուք նայեք Հայաստանի արտգործնախարարը ինչ է հայտարարել եւ դրանով շարժվեք։ Եթե որևէ մեկը այնտեղ հայտարարել է այլ ձևակերպումներ է տվել, միգուցե ինքն էլ ինչ-որ մի բան գիտի, բայց մենք Եվրոմիության հետ քննարկում ենք այն իրավական նոր հիմքը, որը կարող է ստեղծվել, ձևավորվել երկու կողմի միջև, որովհետև թե Եվրոմիությունը, թե Հայաստանը ցանկություն ունեն, պատրաստակամություն ունեն եւ ձգտում ունեն այդ հիմքը իրավական ուրեմն ձևակերպում տալ դրան եւ հարաբերությունները, համագործակցությունը, փոխգործակցությունը շարունակել ամրապնդել, խորացնել եւ զարգացնել բոլոր հնարավոր ֆորմատներով եւ ձևաչափերով եւ ուղղություններով, ինչը չի հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերում։ Դրա մասին էին ասում Հայաստանի արտգործնախարարը Բրյուսելում եւ նաեւ գործընկերները, որոնք նաեւ Եվրոպական միության կողմից էին վարում այդ խորհուրդը Հայաստան-Եվրոպական միություն, խոսքը գնում է եւ հանձնակատար Հանի եւ արտգործնախարար Լատվիա արտգործնախարար Ռինկևիչի կողմից նույն բանն է ասվել եւ մենք ընդհանուր միասնական ձգտում ունենք շարժվել առաջ, որովհետեւ ՀԱՊԿ-ի կողմից բազմիցս արվել են հայտարարություններ, որ այլ կառույցների կողմից այդ մակարդակի հայտարարություն չի արվել։ Եթե եւ ամենաբարձր մակարդակով, ոչ միայն գլխավոր քարտուղարի կողմից, դուք գիտեք, որ վերջին գաղթաժողովի ժամանակ, իսկ գաղթաժողովը դուք հասկանում եք, դա այդ անդամ երկրների ղեկավարներն են անում։ Եթե դուք վերցնեք նայեք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ինչ հայտարարություն է արվել եւ ինչպիսի ձևակերպումներ են այնտեղ տրված, դա հենց մեր դիրքորոշումն է, որը պաշտպանել են մյուս երկրները նախագաների մակարդակով։ Նենց որ այստեղ քննադատել հատուկ մեկ կառույց կամ ինչ-որ մյուսին ասել, որ սա այսպես է անում, այնպես է անում։ Կառույցները տարբեր են։ Կառույցները, եթե ԵԱՀԿ-ի մասին ենք խոսում, դա արդեն մի քանի տասնյակ անդամների մասին է խոսքը գնում։ Այլ կառույցները ունեն իրենց յուրահատկությունները, հայտարարություններ անելու, արձագանքելու եւ այլն։ Այսպես պետք չէ պարզունակ մոտենանք, որ մենք դիմեցինք, արձագանքեցինք, ներկայացրեցինք եւ անմիջապես իրենք հայտարարություն են անում։ Եթե դուք տեսնեք այդպիսի սադրանքներ վերջի շրջանին եղել են տասնյակ։ Եթե ամեն տասնյակ սադրանքին հայտարարություն արվի, ինչպես կոչվում է, послали 1050 նոտу протеста։ Հետո, այսինքն պետք է ռեալ պատկերացնեք, թե ինչու է այն աշխատանքը դիվանագիտական, որ տարվում է, որը ուղղված է նրան, որպեսզի հնարավորինս թույլ չտալ, որ այս գործողությունները ավելի բարդ իրավիճակի վերածվեն եւ որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման համար։ Դուք կարծում եք սա պատահական էր կամ օթից էր, որ Միացյալ Նահանգները առանձին, Ֆրանսիան առանձին եւ Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից առաջ նաեւ Ռուսաստանը Սոչիում կազմակերպեցին նախագաների մակարդակով գաղթաժողովներ, որոնց ընթացքում շատ մանրամասն այդ ամեն ինչը քննարկվում էր, եւ դուք հիշում եք նույն Ադրբեջանի նախագահի մամուլի ներկայությամբ եւ կամերաների առջև հայտարարությունը, որ բացարձակապես խաղաղ եւ միայն ուրեմն բանակցությունների ճանապարհով պետք է լուծել այս հիմնախնդիրը։ Այսինքն ուրեմն ինչ որ բանակցությունները որոշ էֆեկտ էին տվել, այսինքն որոշ արդյունք էին տվել, բայց միգուցե Ալիևի հիշողությունը շատ կարճ է, հենց որ վերադառնում է Բաքու,
իր շրջապատում մոռանում է եւ ասում է, որ ինքը ուրեմն 90%-ից ավել հեղինակություն ունի եւ մամուլն էլ ազատ է եւ ամեն ինչն էլ հոյակապ է Ադրբեջանում։ Սա է։ Գյումրի դեպքերի մասին ազգային ժողովում լսումների ժամանակ գլխավոր դատախազի հետ պատգամավորները նշեցին, մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանը, որը մասնակցել է, նշեց, որ մասնակցել է հայ-ռուսական 97 թվականին ստորագրված պայմանագրի կազմմանը, նշեց, որ այդ պայմանագիրը խախտվել է Գյումրիի դեպքերի դեպքում, քանի որ սահմանապահները իրենց լիազորությունները գերազանցել են։ Դուք համարում եք, որ այդ պայմանագիրը խախտված է։ Ազգային ժողովում նշվեց, որ դուք որպես ԱԳՆ նախարար պետք է լինեիք այդ լսումներին, ինչպես նաև ԱԱԾ պետը։ Շնորհակալություն։ Եթե արտգործնախարարը հրավիրվում է ազգային ժողով, ապա անպայման լինում է ազգային ժողովում, եթե արտգործնախարարության ներկայացուցիչը հրավիրվում է որևէ լսումների, ապա արտգործնախարարության ներկայացուցիչը անպայման գտնվում է այդ լսումներին, առաջինը, երկրորդը, ինչ վերաբերվում է այդ կամ ընդհանրապես որևէ պայմանագրի մեկնաբանությանը, եթե առաջանում են ինչ-որ հակասություններ, ըստ ընդունված միջազգային կարգի եւ կարծեմ հենց այդ պայմանագրի մեջ էլ եթե դուք ուշադիր նայեք այդպիսի ձևակերպումներ կան, որ երբ որ անհամաձայնություն է լինում, այն ժամանակ ըստ կարգի պետք է դիմեն արտգործնախարարություններին իրավասու կառույցները, որ այդպիսի անհամաձայնություն է առաջացել, եւ այն ժամանակ արտգործնախարարությունները կբանակցեն համապատասխան հանձնաժողով ստեղծելու, որպեսզի այդ հարցերը լուծեն եւ ինչ որ կարգավորեն։ Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է եւ այդ հանձնաժողովը չի գալիս համապատասխան արդյունքների եւ լուծումներ բավարարող կողմերին չեն գտնվում, այն ժամանակ հարցերը լուծվում են դիվանագիտական ճանապարհով։ Ոնց որ ես շատ մանրամաս ասացի, ինչն է կարգը։